Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ։ Ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մեր տրամաբանությամբ ինչ որ մենք հիմա ուզում ենք անել, նաև դրա արտահայտությունն է առողջապահական համակարգի արտահայտությունը։ Ասենք օրինակ մենք առողջապահական համակարգում պետական բյուջեից լիզինգի ծրագիր ենք իրականացնում, որով թե պետական, թե մասնավոր առողջապահական կազմակերպությունները սարքավորումներ են ձեռք բերում։ Եվ դրա շահառուն մարդն է։ Եվ իհարկե առողջապահական ապահովագրության համակարգը մեր պատկերացմամբ այն է, ինչ ևս մի մակարդակով կբարձրացնի մեր քաղաքացիներին, կմոտեցնի երջանկությանը։ Ստեղծագործ լինել, ինչ նշանակում ստեղծագործ լինել։ Ստեղծագործ լինել էլին առաջին հերթին նշանակում է ունենալ պատշաճ կրթություն, որովհետև առանց կրթության շատ դժվար է լինել ստեղծագործ։ Սոցիալական միջավայր ունենալ, ինչ նշանակում ունենալ սոցիալական միջավայր։ Նշանակում է բնակավայրում ունենալ, ասենք օրինակ զբոսայգիներ, որտեղ կարելի է գնալ ուղղակի այլ մարդկանց հետ շփվել եւ բազմաթիվ այսպիսի ենթակառուցվածքներ նշել, ճամփորդել, մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի։ Ինչա պետք ճամփորդելու համար, բացի տոմս առնելուց, անհրաժեշտ է, որ տրանսպորտային համակարգ գոյություն ունենա, անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքներ գոյություն ունենան, ճանապարհներ գոյություն ունենան, ճանապարհային անվտանգություն գոյություն ունենա, անհրաժեշտ է, որ օդային տրանսպորտը զարգացած լինի, օդային տրանսպորտի զարգացումը պետական բյուջեի կոնկրետ տող է եւ կառավարության այն որոշումը, որի արդյունքում եւս Վիզեր ընկերությունը հայտարարեց Հայաստանից եւ դեպի 7 ուղղություններով թռիչքներ բացելու համար միջինում եւ իրենք են հայտարարել, ես չգիտեմ պրակտիկան, հայտարարության մեջ նշվում էր բազային գին 29 եվրո տոմսի համար։